մարզաթաշ եկան, ամենք սար հերացանք, որ ուղղաթիռը պիտի գա հերվից, տեսանք արդեն, որ գալիս է կամաց, արդեն այդ պահին գիտես, որ ամեն ինչ այլևս իրականություն է։ Կապանի Ստենվեյը Հայաստանի լավագույն եւ եզակի գործիքներից մեկն է։ Եվ պատկերացրեք իրավիճակ գիշեր ժամը 1:30-2-ին մի խումբ երիտասարդ բարձրաձայն քննարկում է, ինչպես ենք մեքենայով տեղափոխելու։ Որոշված էր, որ Ստենվեյը Գաբանի այդ երկհանային դահլիճի Ստենվեյը պիտի տեղափոխվի։ Սա ենք նստած քննարկում գծում եւ այդ իրավիճակում երեխեք ուղղաթիռով եկեք տանենք։ Այս պահին Հայկն ասեց ես ունեմ օթաչու ընկեր, սպասի զանգեմ, եւ այդ հեռախոսազանգը կյանքից մեջ չեմ մոռանա։ Գիշեր ժամը 2-ին զանգեց Դաշնամուր։ Ավելիցիամ։ Հնարավոր է ուղղաթիռով տանել 15 վայրկյան լռությունից հետո հնարավոր է։ Մենք էլ սկզբից տենց ոնց որ կատակ ընդունենք, դաշնամուր սարի գլուխ, տենց հետո չի, ասեն լուրջ ու սկսել ենք մտածել արդեն։ Ու այդ վայրկյանից մեր ամբողջ խոսակցությունները մինչև համերգի օրը թեքվեցին ոնց ենք այդ ամեն ինչը անելու։ Միան միտքս այն էր, որ Դաշնամուրը օդի մեջ այդ իր հավասարությունը բահե։ Մեր ազգի հարստություններից է դա եւ մենք չենք կարող մեզ թույլ տանք նույնիսկ ինչ որ մի փոքր խազ լինի այդ գործիքի վրա։ Քայլ առ քայլ մշակել ենք ամիսների ընթացքում, փորձել ենք ամեն ինչ հաշվի առնել, որ ոչ մի բան ամենակարևորը անվտանգությունը լինի բարձր մակարդակի վրա ու հասկանալով նաև պատասխանատվությունը, որ այդ ամբողջ այդ ահռելի աշխատանքը կախված է մեծամասնությամբ մեզանից, որ մի հատ անզգույշ քայլ, մի անզգույշ շարժում, որ այդ դաշնամուրը կարող է բաժանվի մասերի։ Օթաչուները եկան, երկու հոգի էին, ստուգեցին պատատվածքը եւ այլն, ուզեցին մի հատ թեստ անեն, փորձ անեն, արդեն մի անգամ որ թեստ արվեցավ, արդեն փաստացին, ասին որ ամեն ինչ ճիշտ է։ Հիմնականում բոլոր բեռերը լինում են սիմետրիկ եւ այդքան խնդիրներ չեն առաջացնում, բայց դաշնամուրը քանի որ իր ասիմետրիկ իր կառուցվածքի պատճառով շատ մեծ խնդիրներ առաջացրեց օդում, որ սկսեց պտտվել, ճոճվել, տարբեր արագություններ փորձել ենք պահել եւ вообще համարը կախվել ենք, կախված շատ դանդաղ յան բացից։ Բայց փառք Աստծո ամեն ինչ այնքան լավ ենք մտածել, որ մեր զապասներ ունենալով ամեն ինչ կարողացանք հասցնել իր վերջնակետին։ Նախքան դեղափոխելս մի հատ լարեր էի Դաշնամուրը, մի հատ լարած էի, որ անդեղը խնդիրի դիմաց չի ելնա, նույնիսկ այդ լարվածքի խախտում չէր եղավ շատ։ Երբ առաջին անգամ Սևակ Ավանեսյանը եկավ եւ պատմեց Կապան միջազգային երաժշտական փառատոնի մասին, գաղափարը շատ դուր եկավ, ասաց միայն կուզենայի, որ լավ երաժիշտներ են գալու եւ ճանապարհը մի փոքր հոգնեցնող է, լավ կլիներ, որ լավ մեքենաներով տեղափոխեինք նրանց Երևանից Կապան եւ Կապանից Երևան։ Ասացի, որ ճիշտ տեղն ես եկել, Jaguar Land Rover-ը JLR-ը կլինի ձեր կողքին։ Դա ասացի, եթե Տիգրան Համասյանի նման բարձրակարգ երաժիշտը Ստենվեյով նվագելու է Խուստուփի գագաթին եւ Դաշնամուրի տեղափոխելու հարցը ուղղաթիռով նույնպես լուծված է, ուրեմն մարդիկ էլ կտեղափոխվեն Defender-ով, քանի որ Defender-ի համար անհաղթահարելի ոչինչ չկա։